ձեզ սիրելի ապարանցիներ, ոնց եք։ Պատմականորեն նենց օր անկել մեր այցելությունը, որ մի քանի օրից Բաշապարանի երեսամարտի տարելիցն է։ Ուզում եմ Բաշապարանի երեսամարտը մի կարևոր ցուցիչ է, ոնց է սկսվել, ինչպես նախնիները մեզ հասցրել են, սկզբից հայկական պետությունը մտածել է մտնի ճարակատամարտի մեջ, թե չէ։ Հետո կապ են տվել Երևանն, ասել են թուրքական զորքը ոնց որ չի կարողանում ապարանով անցնի, ասում են, ասում են չեն թողում ապարանցիք, ասում են ոնց չեն թողում, ասում են չեն թողում, ասում են բայց էդի թուրքական զորքն է, էլի, ասում են ապարանցիներն են։ Ինչ է սա նշանակում, երբեմն մենք գերագնահատում ենք այն վտանգը, գերագնահատում ենք հակառակ կողմին, երբեմն մենք ուրացնում ենք հակառակ կողմին, բայց երբ որ կանգնում ես դեմ, ելնում ես ու պատասխան ես տալիս, տեսնում ես, որ այնքան էլ իր տպավորությունները այնպես չէի, ինչպես ինքը իրեն ներկայացնում էր։ Մի տարի առաջ Հայաստանում որևէ քաղաքական ուժ չկար, որ կարող էր Փաշինյանին իշխանությունից հեռացնել, որովհետև արխային էին իրանք ընկել, այդ պատճառով վիրավորում էին մարդկանց, իրենց հիշում եք ինչեր էր ասում, մի տարի առաջ որպես օրերն էր, եկեղեցիներ վիրավորում, ամեն ինչ ասում էր, որովհետև արխային էր ընկել ու հայ գործարարները, հայ մյուս քաղաքական գործիչները ոնց որ սենց կամ կալանավորումներից էին վախեցել, կամ ինչից էին անհանգստացել, խելոքացել են։ Մի տեսակ ինքն էլ ավելի ագրեսիվացել, ավելի անհարգալից էր դարձել մեր հայրենակիցների հանդեպ։ Ու իրեն թվում էր, թե ամեն ինչ կառավարման տակ է։ Բայց ինչպես Բաշապարանի օրը եկավ միտեղ, կանգնավ միտեղ ու այդ տեղից էլ գյուղացիք չթողին առաջ գնա։ Ասում էր կաթոլիկոս կփոխեմ, չկարողացավ փոխի։ Ասում էր, էս կանի մեզ, չի թողի շարժվել, էս կանի, ոչ մի բանը չկարողացավ։ Հարյուրավոր մարդիկ են այստեղ, ով հիմա չի կարող շարժվի, ինքը չի կարողանում առանց իր թիկնապարների շարժվի։ Մենք մեր ժողովրդի մեջ հանգիստ է շարժվում ենք, մեր ժողովրդից աջակցությունը ստանում ենք, ինքն էլ չգիտի ինչ անակնկալներ է ստացել։ Ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, ոնց որ 100 տարի առաջ նենց էլ հիմա, երբ որ մենք ոտի կանգնում ենք ու մի հատ պատասխան ենք տալի, սա ընկնում են իրանց տեղը։ Իհարկե, մենք պետք է չդառնանք իրանց նման, իհարկե պետք է հարգանքը բոլորի հանդեպ փորձենք պահել, որովհետև երբեմն երբ դու պայքարում ես մեկի հետ, շատ գայթակղություն կա իր նման դառնալու։ Բայց դու պետք է չդառնաս իր նման, որ քո հաղթանակը որակական տարբերություն բերի, որ մենք որակ փոխենք մեր հայրենիքում։ Ինչ որակ ենք փոխելու։ Ապարանը ցուրտ շրջան է։ Ապարանը տարին 5-6 ամիս մենք գյուղեր ունենք այստեղ, որ կարելի ասել ձմեռ է։ Շատ աշխատատեղերի առումով նույն պատկասեք Երևանն այսքան մոտիկ, բայց եթե չլիներ այս ճանապարհի ենթակառուցվածքները, այս բացված գեղեցիկ խանութները, բաները, մարդիկ զբաղմունք, մենակ այստեղ ու ջրերի երևի մի քանի գործարան, ուրիշ բան չկա զբաղմունք։ Ինչ արել պետությունը տարածաշրջանի համար, ինչ արել պետությունը տարածաշրջանի համար, մարդկանց գրպանը լցնելու համար, ինչ արել, ինչ որ բան բացվել է, որ աշխատանք առաջարկում, մենակ պետական հիմնարկներն են, ինչ կա, այո, բոլորի վրա, այն լավ մարդկանց վրա, ովքեր իրանց քրտինքով կարողացել են մի բան ստեղծել այս քաղաքում էլ, բոլորի վրա մի քրեական գործ են բացել, մարդկանց ինչ որ ճնշումների ենթարկում լավ մարդկանց, բայց ստեղծողին, մեղվին, մեղունա, գործարարը դա մեղունա, աշխատող մարդը դա մեղունա, որը մեղր է ապահովելու մեր երկրի համար, բոլորի համար բարդություն է ստեղծել, ասֆալտ արել են, մի քանի տեղ ասֆալտ են արել, ժողովուրդ ջան, բայց մենակ ասֆալտով ու 10,000 դրամով արժի երկրի ղեկավար ընտրել։ Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, էլի, երկրի առաջնորդ ենք ընտրում, ով լավ
Որակը լավ ասֆալտչիկա տևա, էդի կերևա, բայց ասֆալտչիկի ընտրություններ չէ։ Եթե ասֆալտչիկի ընտրություն լիներ, կարող ասեինք լավ, թող, բայց երկրի առաջնորդի ընտրությունն է։ Ես մի քանի օր առաջ Էջմիածնում ներկայացրեցի Արարատյան դաշտը բերքը արտանում է դուրս։ Հիմա սահմանին բոլորի բերքը կանգնացնում են, հայկական ապրանքների կանգնացնում են։ Մեզ երկրի առաջնորդը պետք որ ուր գնա, հետևից պրոբլեմ չկա, հետևից լուծում գա։ Չփչացնի հարաբերությունները։ Մարդիկ ստեյց է գիտեմ, Խոպան են գնում, Ռուսաստան են գնում, այլ երկրներ են գնում։ Եթե չենք սարքում աշխատատեղեր Հայաստանում, գոնե մի փչացրեք հարաբերությունների դրսի երկրների, որ մարդիկ իրանց ապրանքը արտանեն, գնան այնտեղ աշխատեն, իրանց ընտանիքը պահեն, բայց իրապես ճիշտ ճանապարհը մի հատ է, դա գործարաններն են մեր երկրում շուրջ։ Այս ինչ բյուջեն ծախսում է, չի ծախսում, սա այսօրվա առօրեական բան է։ Մեր երկրի բյուջեն պետք է ծախսի գործարան։ 8 միլիարդ վարկա վերցրել, այդ 8 միլիարդը Հայաստանի բոլոր շրջանների մեծ մասում գործ կապողներ։ Մարդիկ իրանց տան շեմին կլնեին, իրանց հորումոր կողքին կլնեին, ծնողները ստիպված չէին լինի բանով մենակ WhatsApp-ի վիդեոյով իրանց թորներին տեսնեին։ Փոփոխությունը այս որակական էս մի բանն է լինելու։ Պետությունը կենտրոնանալու է աշխատատեղ ստեղծելու վրա, գործի տեղ ենք ստեղծելու, որ մարդիկ աշխատեն, որովհետև պարապ է մեր ժողովուրդը։ Դժվար է աշխատում, պարապ ինչ առումով, սեզոնային աշխատանքը գյուղացու համար քիչ գումար է իրան բերում։ Կաթի գինը տարածաշրջանում ինչքան ես ինձ 14 տարեկանից հիշում եմ, կաթի գինը նույնն է։ Ոչ մի բան չի փոխվում։ Ինչի համար, որտեղ չկա վերամշակող գործարաններ, չկա աշխատատեղեր։ Մեր ծրագիրը մի բանն է, աշխատատեղեր։ Մեր երկրի պետք է ունենանք աշխատատեղեր, մարդիկ աշխատեն, որ բան տունել գումար մտավ, այդ մարդը չի թողի Հայաստանը գնա, իր քաղաքը կզարգացնի։ Երկրորդ բանն է, այս բռնել, թողել, բան, նորմալ մարդը, նորմալ հոգեբանության մարդկանց բռնելու ցանկություն չի ունենում։ Ասենք, տեսնում ես մի մարդ, տանը շեմին գնում է, մի հատ խնդիր անում, չես ելնում օգնում։ Մեկը մի հատ սխալ բան անում, չես ասում, դե լավ մարդ է։ Նորմալ հոգեբանությամբ մարդը չի ուզենա բոլորին բռնի։ Այս մարդիկ ամեն օր մեկին ուզում են բռնել։ Ինչ մանկություն են ունեցել, ոնց ա եղել այդ մանկությունը, ես չեմ հասկանում։ Նորմալ երկիրը ազատ երկիր է լինելու։ Բռնելու թեման թմրանյութերի վաճառականներն են բռնվելու։ Տղաները պետքա ոստիկանությունը, պետությունը աշխատի, որ տղաները կռվեն չանեն իրար կրակին։ Մեկը բարիշացնի ամենտեղ, նորմալ հարաբերություն, նորմալ դրվածքով երկիր ունենանք։ Մեր Հայաստանի Հանրապետությունը պատմական ամենաանվտանգ երկիրն է եղել։ Տարածքում, որ դուք հասկանաք, ամեն Հայաստանում հանցագործությունների թիվը 2 անգամ Ադրբեջանից է քիչ եղել մի մարդու հաշվարկով, ոչ թե ընդհանուր։ Վրաստանից 3 անգամ, Կովկասի բոլոր երկրներից Ռուսաստանից 4 անգամ։ Նորմալ երկիր է, որտեղ ժողովրդի իր հարցերը կարողացել է իրար մեջ լուծել։ Այս ճանապարհով ինչ իրանք ուզում են պետությունը տանեն։ Հանցագործությունները ավելանում է, գործի տեղը չեն ստեղծում։ Որակական 10 տարի հետո է Աստված չանի, իրանք մնան, գալու են կապարան, նույն պատկերը տեսնեն ժողովուրդ։ Մի քիչ ավելի շատ ասֆալտ, ու էլի գործի տեղ չկա։ Սամվել Կարապետյանի ուժը ինչ է ասում, ինչ է անելու, գործի տեղ։ Էդի մեր փեշակն է, դրանից ամենալավն ենք մենք հասկանում, մենք ստեղծելու ենք աշխատատեղեր Հայաստանի բոլոր շրջաններում, ամեն շրջանը իր համար։ Միտեղ կաթի վերամշակումն է զարգացած, կաթի վերամշակման գործարան, միլիոնավոր դոլարների կաթի փոշի ենք ներմուծում։ Դուք գիտեք, եթե կաթի փոշու ներմուծման տեղը Հայաստանում կաթը մթերվի, հայկական պանջարկին 30% կաճի, գները նորմալ գին կդառնան։ Պետք է աշխատանք կատարվի, դա էլ նորմալ ղեկավարի աշխատանք է։ Ինչա պետք մեզ բոլորիս անել, գնալ ընտրության, հարևաններին, շրջապատին ասել գնում ենք ընտրության։ Եթե բոլորս, ովքեր որ տեսել ենք, որ այս մարդը սխալ տեղ է գնում, որ այս մարդը երկրի առաջնորդի դիրք չունի, պրոբլեմա բերում, գնացինք ընտրության, հեքիաթը պրծած է, Բաշապարանը հաղթած է, իրանք էլ ճամփած են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ, ձեր ժամանակի համար եմ շնորհակալ։ Տեսնում եմ մարդիկ, ովքեր աշխատանքով իրանց օրվա ապրոստը վաստակել են, ես ձեզ հավաստիացնում եմ ամեն տարի փոփոխությունս գալու է։
առաջի տարին դժվար է լինելու, բայց երկրորդ տարից, երրորդ տարից դուք ձեր կյանքի վրա փոփոխությունը զգալու եք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Ես ուղղակի ուզում եմ արդից օգտվեմ, դիմեմ Հայաստանի ամբողջ ապարանցիներին, որոնց թիվը 98 թվի, երբ որ ես քաղաքապետ էի, ես իմ բաներով, կանոններով, այսպես ասած, ճշտեցի, որ Հայաստանում 260,000 ապարանցիներ են ապրում։ Ոնց որ հայերը ամբողջ աշխարհում կան, ապարանցիներն էլ ամբողջ Հայաստանում կան, 260,098 թվին։ Հիմա մոտավորապես ձեր աշխատանքները բացելու թվի չափը 300,000 կլինեն ապարանցիները։ Ուզում եմ ձեզ հիշեցնեմ, սիրելի ապարանցիներ, մենք սրանից 108 տարի առաջ չենք թույլ տվել թուրքերը մտնել մեր ապարան։ Այդ թվում ոչ միայն ապարանը, մենք կանգնեցինք, որ Հայաստան չմտնեն, բայց ապարանն առաջանայր, ամենու հետ մարդ իր մասնած սկզբից մտածում, բայց արդից օգտվեցին նաև մեր մյուս հայերը, որ թուրքերը չմտան։ Հիմա 108 տարի հետո մեր պապերի ժառանգներն ենք մենք, սիրելի ապարանցիներ, խոսքս ոչ միայն մեր հավաքվածների կամ ապարանում ապրողների, Հայաստանում ապրող բոլոր ապարանցիներին խնդրում եմ, որ մեր պապերի արժանի թոռները մնանք։ Շնորհակալ եմ, սիրելի ապարանցիներ, ձեր կամքն ու այսօրվա միասնությունը մեր հաղթանակի գլխավոր շարժիչ ուժն է։ Հունիսի 7-ին միասին գնում ենք ընտրությունների, հանուն մեր նախնյաց փառավոր անցյալի եւ հանուն մեր զավակների լուսավոր ապագայի եւ հանուն ուժեղ Հայաստանի։ Միասին փոփոխություն ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան, իսկ փոփոխության համարը հիշում եք։ Ավելի բարձր։ Համար 3։ Շնորհակալ ենք, սիրելի ապարանցիներ։ Սիրելի հավաքվածներ, եթե ունեք հարցեր, առաջարկություններ, կարող եք ամենալ ամբիոնի մոտ ներկայացնել եւ ուժեղ Հայաստանի կամ միկրոֆոնը փոխանցել ձեզ, դաշինքի անդամները սիրով կպատասխանեն ձեր հարցերին։ Կան հարցեր, վստահ եմ ունեք։ Ուրեմն ամեն ինչ բոլորին պարզ է։ Հաղթանակը անխուսափելի է։